Ես մտածում եմ, որ Ուրարտուում կլինի մեր դիցաբանության լիքը հարցերի պատասխաններ։ Ուրարտերեն սովորեցի, կարդացի, պարզվեց այնտեղ չկան այդ հարցերի պատասխանները։ Ստիպված գնացի շումերերը սովորեցի։ Որ ասում քանի որ սեպագիրը այնտեղից է գալիս, գուցե նրան այնտեղ լինի պատասխանները։ Հովանես Սագեզյան։ Պոլսեցի։ Առաջինը ինքը համեմատեց եւ ահագին ընդհանրություններ գտավ, հայերեն շուներեն բառեր դրեց կողքի հարյուրներով։ Դա մի ֆանտաստիկ աշխատանք էր, հիպոթետիկ նախահայրենիք կա, այդից հայերը եկել են, այս ուրարտացիներին կոտորել են, նստել են տեղներ։ Այսինքն Հայաստանի տարածքում ստեղծված ամբողջ մշակութային ժառանգությունը մինչև մտավ 6-րդ դաշտ ձերը չի, ես ասացի ձերը չի, դուք դրա հետ կապ չունեք, ես իմ ոտից եք եկել։ Ես քեզնից լսել եմ, որ դա նույն լեզուն է։ Այո։ Շումերենը հին հայերենն է, կարելի է այդպես ասել։ Այո։ Դա հայոց լեզվի հնագույն շրջանն է, այսինքն ես միշտ ցած օրինակ եմ բերում, ասում 5-րդ դարը գրաբարը, 5-րդ դարի հայերենը այսօր որ խոսել մենք չենք հասկանում։ Շատերը որ կարդալը չեն հասկանում, որովհետև ես պատրաստվում եմ, որովհետև չի կարելի կիսահուն նյութով դուրս գալ այդպիսի պատասխանատու հայտարարություն անել։ Քանի որ գիտություն չի սիրում սենսացիաներ։ Եթե դուք սենսացիոն բան եք ասում, պետք է շատ լավ պատրաստված լինեք։ Դա ամենահեշտ բանն է։ Ոչ մի բան չանել եւ կրկնել, թաքնվել Հրաչյա Աճարյանի հուշմանի բանի հեղինակության հետևում։ Եթե դուք նոր բան եք ասում գիտության մեջ, կապ չունի ֆիզիկայի, մաթեմատիկայի լեզու։ Եթե դուք նոր բան եք ասում, դուք հակասում եք նախկին ասածներին, մասամբ թեկուզ։ Կառուցված բուրգ, որ այսպես շերտ եկել էր, պատկերացեք փլուս մի բուրգ չի փլուս։ Մի քանի բուրգ։ Այնտեղ մի քանի բուրգ է եւ մի քանի բուրգերի լեռնաշղթաներ։ Դե խնդրեմ։ Ողջույն 24 նյուսի եթերում անուշադրության կենտրոնն է Անի Տեր-Գուլանյանի հետ։ Այսօր իմ հյուրը բանաստեղծ շումերագետ Արմեն Դավթյանն է։ Բարև Արմեն, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերելու համար։ Արմեն ջան, մինչև նախ մեր զրույցին բու թեմային անցնելը, նշեմ, որ դու վերջին մոհիկաններից ես լեգենդար Գարուն ամսագրի, հա, դու ինչպես Տիգրան Պասկևիչյանը, հա, նաև երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը, որոնք քո ընկերներն էին բոլորը։ Եվ հետաքրքիր այդ տարիներին ես հիշում եմ մի հոդված տպագրվեց, հետաքրքիր վերնագիր ուներ, որ տենց տպավորվել է իմ մեջ մինչև հիմա այդ վերնագիրը անկեղծորեն սովածների խոստովանությունը վերնագրով Գարուն ամսագրում։ Չեմ հիշում այս պահին ինչի մասին էր, բայց այնքան տպավորիչ էր վերնագիրը։ Հետաքրքիր է թե Գարուն ամսագիրը այդ ժամանակ քեզ ինչ տվեց քեզ եւ հանրությանը ինչ տվեց այդ տարիներին։ Մի անգամից ասեմ, որ այդ հոդվածի վերնագիրը ես չեմ դրել։ Հոդվածի վերնագիրը դրել է խմբագիրը Մերուժան Տեր-Գուլանյանը, որովհետև ես վերնագիրը դրել էի որտեղ է թաքնված շան գլուխը։ Ինքը ասաց, որ դա շատ կոպիտ է, քանի որ հոդվածը բանի մասին էր, խորհրդային ռեժիմի անհեթեթության եւ այդ բանտային ռեժիմի մասին էր, որ անհնար է նման պայմաններում իհարկե հնարավոր է ապրել, բայց դա ապրել կյանք չի։ Այդ մասին էր այդ հոդվածը։ Բանը հասել էր այնտեղ, որ արդեն խանութները բան չկար, երբ որ աշխարհի ամենահարուստ երկրում խանութները բան չկար, դա ինչի մասին է խոսում։ Դա խոսում է դա գետ կառավարման ամենաապուշ կառավարման արդյունքում նույնիսկ աշխարհի ամենահարուստ երկրում հնարավոր չի որ սովը լինի։ Բայց իրանք կարողացան դա էլ անել։ Այդ մասին էր այդ հոդվածը եւ քո հայրիկը ասաց, որ շատ կոպիտ է վերնագիրը ու ավելի սրամիտ վերնագիր առաջարկեց։ Ես միանգամից ընդունեցի այդ վերնագիրը։ Այդ մասին էր։ Իսկ հիմա կոնկրետ Գարունի մասին ասեմ։ Մեր բախտը բերեց այն իմաստով, որ Գարուն ամսագիր մենք ընդունվեցինք, ընդհանրապես մենք գնացինք բանակ եկանք, որպեսզի ուսումը շարունակեինք, սկսվեց այդ պերեստրոյկա կոչվածը, որը շատ բան էր։ Մեծ հնարավորություններ էր տալիս եւ հատկապես 2000 թվականին, 2010 թվականին, 2011 թվականին, 2012 թվականին, 2013 թվականին, 2014 թվականին, 2015 թվականին, 2016 թվականին, 2017 թվականին, 2018 թվականին, 2019 թվականին, 2020 թվականին, 2021 թվականին, 2022 թվականին, 2023 թվականին, 2024 թվականին, 2025 թվականին, 2026 թվականին, 2027 թվականին, 2028 թվականին, 2029 թվականին, 2030 թվականին, 2031 թվականին, 2032 թվականին, 2033 թվականին, 2034 թվականին, 2035 թվականին, 2036 թվականին, 2037 թվականին, 2038 թվականին, 2039 թվականին, 2040 թվականին, 2041 թվականին, 2042 թվականին, 2043 թվականին, 2044 թվականին, 2045 թվականին, 2046 թվականին, 2047 թվականին, 2048 թվականին,
այդ գլասնոստ, այդպես բաներ։ Հա, այդ տարիներին հնչող։ Եվ դա մեզ հնարավորություն տվեց առանձնահատուկ ազատ ոչ միայն իմ սերնդին եւ ընդհանրապես այդ ժամանակվա ամբողջ ժողովրդին, բայց հատկապես այն սերնդին, որը նոր էր մտնում ասպարեզ, նոր էր հրապարակ դուրս գալիս, այդ իմաստով մեր բախտը բերեց, որ մենք միանգամից այդ բաների, այդ ցենզուրաների, այդ բաների տակ քիչ ընկանք կամ կարելի ասել չընկանք, այդ իմաստով դա մեծ բան էր։ Շատ մի քանի սերունդի այսպես թռիչք էր կանխվել այդ ցենզուրայով, մեր թռիչքը չկանխվեց։ Ես նկատում եմ ստեղծագործական առումով, մենք ինչ որ կարողացանք արեցինք, ազատ դաշտ ստեղծած ոնց որ ստեղծագործելու եւ իհարկե նաև կապ ուներ ինչքան էլ դուք ուզում եք ձեզ ազատություն տա, դուք պետք է ունենաք մթնոլորտ։ Գարուն ամսագիրը նաև մթնոլորտ էր, նաև այն կենտրոնացումներ առողջ երիտասարդ ազատ էներգիայի, որ կար ամբողջ մեր երկրում եւ սփյուռքն էլ գումարած եւ այնտեղ նաեւ մեր բախտը բերեց եւ ժամանակի առումով եւ նաեւ տեղի առումով, որ հայտնվեցին Գարունում։ Հա, այդքանով դա իհարկե հրաշալի ժամանակ էր ինքնադրսևորման։ Ես այստեղ մի բան եմ ուզում ասել, որ տարբեր ընկալումներ էին, նույնիսկ սերունդների մեջ տարբեր ընկալումներ կար, այն իմաստով, որ մեր սերունդը ասում էր ախպեր, սա բան տա, որից պետքա դուրս գալ։ Իսկ այն ինչ որ իրանք են առաջարկում, այդ պերեստրոյկեն ինչա, իրանք ասում էին եկեք այս բանը ռեմոնտ անենք, եվրո ռեմոնտ անենք, լավ կլինի։ Բանը մենյուն լավացնենք ճաշարանի, լավ կլինի բոլորի համար։ Իսկ մենք ասում ենք ախպեր, ձեր մենյուն էլ ձեզ լինի, ձեր եվրոռեմոնտն էլ ձեզ լինի, այս բանտից մենք ուզում ենք դուրս գալ։ Բանտից ազատեք մեզ ոչ թե եվրոռեմոնտ։ Բանտի ռեմոնտը մեզ հետաքրքիր չի։ Մեզ այդ բանտի ռեմոնտը ուզում էին մեր վրա ծախեին իբրև ազատություն։ Ինչը մեր սերունդը չէր ընդունում։ Իսկ մեր ավակ սերունդի մեջ մարդիկ կային, որ այդ կտերը կերել էին։ Մեր կարծիքով կտերը կերել էին։ Եվ մի խոսքով, էսա Գարունը այդ շրջանում կարծես ինչ որ մի ժամանակաշրջան ձևավորվեց մոտ այդպիսի տպավորություն է հատկապես այդ Արցախյան շարժման այդ նախասկզբում տրամադրություններ ձևավորեց այդպես չէ իհարկե նաև այդպես էր բայց նաև ինքը այդ տրամադրությունները պիտի լինեն որ դու արտահայտես նախ եղան ինքը արտահայտեց բայց ինքը նաև դա բանա փոխադարձ ազդեցություն է Լենինը որ ասում էր մամուլը ոչ միայն կոլեկտիվ ագիտատոր է եւ ռոպագանդիստ, այլև կոլեկտիվ կազմակերպիչ։ Այսինքն Գարունը ոչ միայն կոպիտ ասած արտահայտում էր, նաեւ կոլեկտիվ կազմակերպում էր, այլև այո, ինքը ազդում էր։ Դա փոխադարձ ազդեցություն է, ինչպես որևէ հրապարակախոսություն, իսկ դա հրապարակախոսության ժամանակն էր։ Դա ինչքան էլ արվեստը ազատություն ստանար, դա արվեստի ժամանակը չէր։ Արվեստը իր հունով գնում էր։ Բայց երբ որ կան խիստ սահմանափակումներ, հասարակական, քաղաքական, հրապարակախոսական ոլորտում, մարդիկ գնում են դեպի արվեստ, դեպի առակախոսություն, դեպի փոխաբերություն, ուրիշ կերպ ավելի շատ դեպի արվեստ, ավելի այլաբանորեն խոսելու տեղն է։ Իսկ երբ որ բացախոսության ժամանակն է, արդեն բաց խոսելու, ուղիղ ասելու ժամանակները այդ դեպքում բնականաբար Գարուն ամսագիրը առաջին շարքերում էր Դուք երիտասարդներով այնտեղ մի խմբակ ստեղծեցիք, որ պատուհան էր կոչվում, կատակով պատուհաս եք ասում այդ խմբակին, ովքեր էիք եւ ինչ էիք ուզում անեք, ինչ էիք փորձում անել։ Տիգրան Ներպասկևիչյան, դու, այո, Գրիգոր Խաչատրյան, Վահագն Աթաբեկյանը, եթե չեմ սխալվում, հա։ Վահագը չեմ հիշում, ճիշտն ասած, դա ավելի շատ պատուհանը Ռոլանդ Շարյանն էր վարում, այսպես ասած, եթե դա կարելի է այդպես վարել անվանել, պատուհանը ավելի շատ լրագրողական էր։ Այդ իմաստով էր շատ հետաքրքիր, որ ինքը լրագրողական թիմ էր ձևավորում, այնտեղ խմորումներ էին ելնում, վեճեր էին, այսինքն այնտեղ ավելի շատ եւ պատահական չէ որ այդտեղից լիքը
հենց լրագրողներ դուրս եկան։ Դա ավելի լրագրություն էր եւ հրապարակախոսություն էր եւ այդտեղ ես ամենա գրեթե բան չեմ ունեցել։ Մասնակցություն չեմ ունեցել, ուղղակի իմ ընկերներն էին գնում։ Այդ տարիներին դուք բանաստեղծ էիք։ Ինչ պատահեց, որ Արմեն Դավթյանը դարձավ շումերագետ։ Ինչը իրեն մղեց դեպի այդ ճանապարհով, թողնել պոեզիայի ճանապարհը եւ գնալ այսպես բառի հետքերով շումերագիտություն։ Այդ երկար պատմությունը փորձեմ կարճ պատասխան եւ երկար պատասխան։ Մենք կհասնենք դրանցել ավելի մանրամասն։ Կարճ պատասխանն է նա, որ եթե կարող ես չգրել, կարելի է չգրել։ Ես տենց եմ։ Ինչու ոչ կարելի է չգրել։ Եվ ցանկալի է չգրել երևի թե Չէ, եթե կարող ես չգրել, ուրեմն այն չի որ պետք է գրել։ Պետք է գրել այն, որ հնարավոր չի չգրել, չես կարող չգրել։ Ես մենակ եմ գրել ինչ որ հնարավոր չի չգրել, որ գալիս ասես թափվում է։ Ակաժներից է, բերանից է, աչքերից է գալիս թափվում է մեջից է։ Դա հնարավոր չի չգրել։ Իսկ այսինքն եթե չի գրվում, որ ես երբ որ գրում էի շատ հաճախ էի գրում։ Այն ժամանակ էլ էի ես քչագիր։ Սակավագիր ես սկզբում։ Հա։ Պիտի կուտակվի։ Հետո ինչ որ մի կուտակման փուլում ես ինձ այդ բառի արժեքը, ուժը, կախարդական ուժը բառի ինձ տարավ հին էպոսներ, վիպերքեր, բաներ, այտենց գնացի, հասա մինչև շումեր։ Եվ որովհետև տեսա, որ ինձ շատ հետաքրքիր էր, ես մտածում էի, որ Ուրարտուում կլինի մեր դիցաբանության լիքը հարցերի պատասխաններ, Ուրարտերեն սովորեցի, կարդացի, պարզվեց այնտեղ չկան այդ հարցերի պատասխանները, ստիպված գնացի շումերերը սովորեցի, որ ասում քանի որ սեպագիրը այնտեղից է գալիս, գուցե այնտեղ լինի պատասխանները։ Այդպես ահագին գտար այնտեղ պատասխաններ։ Ահագին պատասխաններ գտա։ Դա մի ծովացավալ ու հետաքրքիր աշխարհ է եւ դեռ այնտեղից դուրս չեմ եկել, այնտեղ լողում եմ ինձ համար հավես է։ Արմեն, մինչև քեզ շումերագիտություն, արտահայտություն, հասկացողություն դրանպես չկար հայկական իրականության մեջ։ Եթե չեմ սխալվում, միայն Ջահոկյանը ուներ ինչ որ այդպիսի հիշատակումներ շումերագիտությանը։ Ինչպես եղավ դա եւ կարելի է ասել, որ դու շումերագիտության հայրն ես, այսպես ասեմ, Հայաստանում։ Չէ, շուտ է այդպես բան ասել, ուրեմն շումերական նյութը երբ որ հայտնաբերվեց, սկսեց վերծանվել եւ այլն, հրապարակվել եւ այլն, առաջինը Հովհաննես Սագազյան, Պոլսեցի, առաջինը ինքը համեմատեց եւ ահագին ընդհանրություններ գտավ, հայերեն շումերերեն բառեր դրեց կողք կողքի հարյուրներով։ Դա մի ֆանտաստիկ աշխատանք էր։ Իմիջիայլոց այդ Հովհաննես Սագազյանի անձն է հետաքրքիր։ Ինքը 9 թվականին է տպել դա Հանդես Ամսորյայում։ Իր այդ աշխատանքը շումերերեն հայերեն, բայց պետք է նկատի ունենալ, որ 19-րդ դարի վերջին քիչ բան էր հայտնի։ Բայց այն ինչ որ ինքը հայտնի էր, ինքը համեմատեց հայերենի հետ ու լիքը ընդհանրություններ գտավ։ Ինքը մի մարդ էր, ով Սուլթան Համիդի անձնական գանձարանի գանձապետն էր։ Այսինքն դե կա ասենք կայսրություն Օսմանյան, որը ունի իր բյուջեն, իր գանձարանը, բայց Սուլթանը ունի իր անձնական գանձարանը։ Այս անձնական գանձարանը փողը տիրություն անողը այս Հովհաննես Սագազյանն էր։ Այդպես մարդ էր, որը լիքը պաշտոններ էր զբաղացրել կայսրության մեջ, որը շատ հարուստ մարդ էր 90-ական 1890-ականներին նամակը կա ինքը իր տղային Փարիզում սովորում էր։ Նա ասում է շումերերենի հարցը լուծել եմ արդեն նամակի մեջ, հա, բայց իր հոդվածը տպագրվել է 9 թվականին բանում Հանդես Ամսորյայում, հետո դրանից նաև օգտվելով Կարստը գերմանացի Յոզեֆ Կարստ ինքը 11 թվին էլի տենց բան գրեց լուրջ մեծ աշխատություն գրեց, որտեղ էլի ընդհանրություններ ցույց տվեց
Հետո 30-ական թվերին արդեն սովետական Հայաստանում այդ քրտ կտրեցին, ընդդեմ երկու հոգու էլ գնդակահարեցին, պատմաբաններ, բաներ։ Հա, այդ փակվեց այդ հարցը։ Եվ այդպես մեծ մի անդունդ, հա, այդպես կտրվեց այդ ընթացքը, այսպես։ Հա, ասեցի, բայց այնտեղ քաղաքական պահել կար մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը, այսինքն 20-ական, 30-ական թվականներին։ Սովորական ընդունած բաներ, որ շումերենը հնդեվրոպական լեզու է։ Եթե բացի բացատրական բառարանը հայերենից, Ստեփանոս Մալխասյանցի բացատրական բառը գրած է հնդկա-եվրոպական սումերներ։ Բայց երկրորդ համաշխարհայինից հետո ասեցին, չէ, այդ ով ասում են նրանք ֆաշիստ են։ Ֆաշիստ։ Վերջ։ Ու քաղաքականացվեց այդ հարցը, փակվեց, ասի, չգիտենք ինչ լեզու է, անհայտ լեզվի ընտանիք է, եկեք դա բոլորին ձեռա տալիս։ Չգիտի անհայտ լինի, բոլորից։ Ժառանգորդ չունենա։ Դեր որ մեկը ասես իմ հոր ժառանգությունն է, չլինի։ Դա մարդկության ժառանգություն։ Ամբողջ մարդկության հարստությունն է։ Այս ավելի հեշտ է։ Ոչ մեկինը չի։ Հա, տենց բոլորին ձեռա տալի, տենց առանց գլխացավանքի, առանց բանի, այդպիսի իրավիճակ ստեղծվեց։ Դրանից հետո արդեն բանը Գավուկչյանը Մարտիրոս Գավուկչյան ինքը հայերեն շումերերեն բառերի ընդհանրություններ ցույց տվեց, էլի նոր բառեր ավելացնելով, բայց իր խնդիրն չէր, որ ասե շումերենը հայերենը եւ այլն, ինքը պարզապես ցույց էր տալիս, որ հայերեն շումերերեն ընդհանրություններ կան, դա նշանակում է, որ հայերը եւ շումերները մինիմում հարևան են եղել եւ ժամանակակից են եղել։ Ինքը այդ փաստարկը օգտագործում էր ասելու համար, որ հայերը ստեղ եղել են։ Հա։ Շումերական ժամանակներում եղել են շումերների հարևան։ Ոչ որտեղ այն ժամանակ բան կար, որ Ուրարտուի ժամանակ հայերը ստեղ չեն եղել, դա Հայաստան չի, հետո մենք ժառանգորդը չենք այդ ամենի համ։ Հա, ինչ որ հնդեվրոպական բան կա, հիպոթետիկ նախահայրենիք կա, այդից հայերը եկել են, հա, այս ուրարտացիներին բան են կոտորել են, նստել են տեղները։ Այսինքն Հայաստանի տարածքում ստեղծված ամբողջ մշակութային ժառանգությունը մինչև մտա 6-րդ դար ձերը չի, մեզ ասացին ձերը չի, դուք դրա հետ կապ չունեք, դուք եսին ոդից եք եկել։ Սրա դեմ էր Գավուկչյանը պայքարում, ասում եք մենք ստե բնիկ ենք։ Որպեսզի դա ցույց տա, ինքը ցույց էր տալ, տեսեք ինչ հարևաններ ենք ունեցել, այսինքն ընդհանուր բառեր ցույց տալիս։ Լեզվի միջոցով ցույց տալիս։ Որ մենք պետք է շփվենք, որ այդ բառերը վերցնեինք, այսինքն իր ինքն էլ այդ այսինքն շումերերենով եւ շումերի պատմությամբ եւ մշակույթով եւ լեզվով տարբեր գիտնականներ հայ եւ օտար զբաղվել են, տարբեր ասպեկտներ են նայել։ Բայց առաջին մարդը, որ ասեց շումերերեն լեզու գոյություն չունի, դա հայերեն է։ Վիլեն Սաֆարյանն էր։ Հա։ Ցավոք այդ ինքը փոքր գիրք տպեց եւ այդ իր այդ գրքուկից հետո երբ որ աշխատում էր այդ ուղղությամբ մահացավ տարիքով էր եւ չաս քիչ բան թողեց բայց այսքան իր կյանքի վերջին շրջանում եկել այդ եզրակացությունը հա ես էլ իմ կյանքի ոչ թե վերջում այլ մեջտեղներում հանդիպեցի իրար եւ ինքը այսպես էստաֆետը հանձնեց ինձ ինքը լեզվաբան չէր երկրաբան էր բայց որտեվ եթե դուք հայ եք, հայերեն գիտեք, կճանաչեք բառերը։ Էսա, եթե ընդհանուր այսպես ներկայացնի։ Արմեն, շատ են նմանությունները, շատ են դու բառարան ես նույնիսկ տպագրել։ Հայերեն, շումերեն բառարան ես տպագրել։ Եթե որքան գիտեմ, պոեմ ես անգամ թարգմանում շումերենից։ Դու նմանությունները, կուզենայի մի փոքր խոսել այդ նմանությունների մասին։ Ասացիր, որ հարյուրավոր բառեր են տես նախկինում հանվել, հա, հետո որ նման են եւ այլն։ Ինչ ես տեսել դու, ինչ ես հանդիպել դու։ Ես տեսել եմ համատարած նույնություն։ Շումերերեն եւ հայերեն բառերի։ Ես քեզնից լսել եմ, որ դա նույն լեզուն է։ Այո։ Շումերենը հին հայերենն է, կարելի է այդպես ասել, այո։ Դա հայոց լեզվի հնագույն շրջանն է։ Այսինքն ես միշտ sense օրինակ եմ բերում, ասում եմ 5-րդ դարը գրափարը։ 5-րդ դարի հայերենը այսօր որ խոսել մենք չենք հասկանում։ Չենք հասկանում։ Շատերը որ կարդան էլ չեն հասկանում։ Բայց դա հայերեն չէ։
Իմի եթե գրաբարը 5-րդ դարի հայերենն է, նայել մտա 25-րդ դարի հայերենն է կամ 30-րդ դարի հայերենն է։ Մեր թվարկությունից առաջ։ Հա։ Այսինքն բայց էլի հայերեն է։ Ինչն է ընդհանուր։ Բառերի արմատն է։ Գրաբարի հետ որ համեմատում ենք այսօրվա լեզու, մենք ինչ ենք տեսնում։ Բառերը նույնն են։ Սեղանաթոռ, մարդ, լույս նույնն են բառերը։ Գրաբարը բառ չկա, որ ասենք հիմա մարդիկ չիմանան։ Ծառը, լրիվ նույն բառերն են։ Քերականությունն է ուրիշ եւ որոշ արտասանական երանգներ։ Լույսը գրում են լոյս, որտեղ այդպես էլ հնչել է լոյս, բայց սեռական լուսոյ։ Այդտենց են խոսել, բայց դա ճանաչելի է, այսինքն այնքան չի փոխված, որ մենք չճանաչենք լույսը, աթոռը, մարդը, ծառը, քարը։ Լրիվ նույն բառերն են։ Մենք չենք հասկանում գրաբար տեքստը քերականության պատճառով։ Քերականական կառուցվածքների պատճառով։ Ոչ թե որ այդ բառերը անծանոթ են։ Այդ կակրած բառերը շատ էլա ծանոթ են։ Նույնը շումերենում է։ Քերականությունը շատ հին է, ուրիշ է։ Բայց բառերը նույնն են։ Այստեղ ուրիշ խնդիր կա բանի հետ կապված։ Քանի որ վերծանողները եղել են եվրոպացի գիտնականներ, եվրոպացի գիտնականները լատինատառ են վերծանել այդ ամբողջը եւ շումերերեն բառերը, տեքստերը մեզ հայտնի են, ընդհանրապես սեպագիր որևէ տեքստ մեզ ներկայանում են լատինատառ տրանսկրիպցիաներով։ Դրանք ճիշտ այնպիսի հայերեն է, ոնց որ այսօր ռուսերեն տառերով, անգլերեն տառերով լատինատառ հայերեն գրում են։ Այդ նույնն է։ Այդպեսի տպավորություն։ Ինչպես են օրինակ վերծանել։ Ինձ համար միշտ դա մինչև այսօր առեղծված։ Օրինակ վուլը, որ ուր քաղաքն է, չէ, պեղել եւ փորձել է վերծանել։ Ինչ լեզու, ինչի հետ են համեմատել, ինչ են արել, ինչպես են վերծել։ Եվ արդյոք ճիշտ են ընթերցել այդ սեպագիր արձանները, ինչ որ հանդիպել են, ճիշտ են ընթերցել։ Սկզբում եղել են դե գիտությունը զարգանում է, սկզբում անճշտությունները շատ էին, սխալները շատ էին, կամաց ճշտվում։ Նույնը վերաբերում է նաև ուրարտական արձանագրություններին։ Լիքը բան սխալ էին կարդում, հետո կամաց սկսեցին ճիշտ կարդալ, սխալ էին հասկանում, հետո սկսեցին ճիշտ հասկանալ։ Դու ինչ ես հանդիպել օրինակ, ինչն ես տեսել, որ սխալ են ընթերցել, սխալ են կարդացել եւ դու հիմա փորձում ես ճիշտը մեկնել։ Շումերերենի հետ կապված։ Այո, այն ինչ որ արդեն ընթերցել են ու որը դու հանդիպել ես, ինչ են արել իրենք, որտեղ են սխալվել, ինչ են փորձել ներկայացնել։ Հիմա արդեն այն փուլում ենք, որ ոչ թե կան դեպքեր, որ քանի որ նույն սեպանշանը ունի մի քանի իմաստ, նախադասության համատեքստից պետք է կռահես այս բառը որ իմաստով է դրված։ Ու կոպիտ ասած հայերեն այր բառը նշանակում է տղամարդ, բայց այր նշանակում է քարանձավ։ Բայց մեկ ու այլտեղ կարող է այրը նշանակի այրել, վառել։ Այսինքն քերականական կառուցվածքից եւ հատկապես նախադասության համատեքստից, ընդհանուր տեքստի համատեքստից պիտի հայերենում ոնց է, մենք ոնց ենք իմանում դա տղամարդու մասին է խոսքը, թե քարանձավի մասին է, այր որ գրած։ Նախադասության համատեքստից ենք իմանում, իրանք էլ են այդպես կռահում, բայց երբեմն լինում են դեպքեր, երբ կարելի է եւ այսպես հասկանալ, եւ այսպես հասկանալ։ Այդտեղ բաներ կան, թյուրըմբռնումներ կան, եւ մարդիկ ոչ թե որ սխալ են թարգմանում, չնայած այդ էլ կա, հիմնականում ասում են չենք հասկանում, կամ ասում են անորոշ է։ Բացի դրանից հիմնական չհասկացվող բառերը դրանք բաներն են, դարձվածքները։ Դարձվածքները քանի որ փոխաբերական իմաստ ունեն։ Մի օրինակ ասեմ, ասում եմ, այս բանին գլուխ մի դիր։ Կամ ասա, երեխեքի հետ գլուխ մի դիր, կամ չգիտեմ, այս բանը դի գլուխ տնես։ Այսինքն դի ջանք թափես, ուշադրություն դարձնես։ Ասում եմ արեստավորը բողոքում է, որ կաշին մացերալը վատնա, որ ասում եմ անորակ կաշվի հետ պետք է գլուխ տնես։ Եթե կաշին անորակա պետք է չարչարվես։ Այդ է իմաստը։ Բանը թարգմանել էր, որ անորակ կաշին դե դնես գլխին։ Ու անհեթեթությունը։
թարգմանիչը ինքն էլ ասում, Իսկ շումերենից այդպես են թարգմանել, անորակ կաշին պետք է դնես գլխիդ։ հա, արեստավորն է ասում։ Չիմանալով այն բանը, որ հայերեն։ Չէ, ինքը ասում, իհարկե սա անհեթեթություն է։ Կա սա ինչ որ դարձվածք է, որը մենք չենք հասկանում։ Կամ դեպք կա գրածա այց լինել։ Հայերեն գրապար այց լինել։ Նշանակում է այցելել ինչ որտեղ։ Բայց դա ոչ թե պարզապես այցելել է, դա բան է, ստուգայց է, որ բժիշկը կամ ինչ որ ղեկավար կամ գնում է ստուգելու։ Այցելն է, որ գնում ես քննության ես ենթարկում իրավիճակը, լավ աշխատողներին ապարգևատրում ես, վատերին պատժում ես, հրահանգներ ես տալիս, այդ ամբողջը կոչվում է այց լինել։ Այց բառը առանձին գիտեն, լինել բառը առանձին գիտեն, բայց այդ դարձվածքը չէին հասկացել։ Այսինքն կոպիտ ասած այդպիսի դարձվածներ կան ցանկացած լեզվի մեջ։ Հիմա հայերեն ցավը տալում են, որ թարգմանում ես ուրիշ լեզվով, անհասկանալի։ նույնը անգլերեն դարձվածքներ կա, որ եթե բառացի թարգմանենք հայերեն, անհեթեթություններ կլինեն։ Այդպես դարձվածքներն է, որ հայերենը պահպանել է, ու մենք իմանում ենք ինչա նշանակում։ Իրանք չեն իմանում։ Չնայած որ առանձին բառերի իմաստը գիտեն։ Արմեն, դու դասախոսություններ ես արել Գերմանիայում, չէ՞։ Դասախոսություններ ես ունեցել եւ հետաքրքիր է ինձ ինչպես են վերաբերում ընդհանրապես եւ Գերմանիայում եւ մեր մոտ, հա, գիտական շրջանակները, այս ամենին ինչ ասում ես դու այս շմերագիտության հետ կապված։ Կներես այսպես բան լուրջ է մոտենում այդ ամենին, լուրջ է ընդունում ամեն ինչ եւ գիտական շրջանակները։ Ուրեմն մի անգամից ասեմ, դասախոսություն չեմ կարդացել ես Գերմանիայում, ես միաձայնություն եմ կարդացել եւ հոդված է տպագրվել։ Տպագրվել իրանք թարգմանեցին գերմաներեն, տպագրվեց հոդվածը, որտեղ այդ հոդվածը վերջանում այսպես, որ շումերերենը հայերեն է։ Այդպես է վերջանում այդ հոդվածը, որը իրանք տպել են գերմաներեն։ Հարցը սենց է, այսինքն ով է ընդունում, ով չի ընդունում։ Այս փուլում մենք ես նոր սկսել եմ դա ներկայացնել դուրս, այսինքն նոր այս փուլում մենք ես թարգմանում եմ անգլերեն, սկսել եմ թարգմանել իմ աշխատությունները, իմ հոդվածները, որ դուրս գամ ինչու այսքան ուշ, որովհետև ես պատրաստվում եմ, որովհետև չի կարելի կիսահուն նյութով դուրս գալ այդպիսի պատասխանատու հայտարարություն անել։ Քանի որ գիտությունը չի սիրում սենսացիաներ։ Եթե դուք սենսացիոն բան եք ասում, պետք է շատ լավ պատրաստված լինեք։ Պետք է շատ ավելի լավ պատրաստված լինեք, քան որևէ մեկը։ Գիտեք, բաներ կան, այնց թութակներ կան, որ 100 տարի առաջ ակադեմիկոսներ ինչ-որ ասել են, թութակի պես կրկնում են այսօր, իրենց թվում է դրանով իրանք լինում են ակադեմիական։ Դրանով իրանք լինում են թութակ, չեն լինում գիտնական։ Դա ամենահեշտ բանն է։ Ոչ մի բան չանել եւ կրկնել, թաքնվել Հրաչյա Աճարյանի Հուբշմանի բանի հեղինակության հետևում։ Եթե դուք նոր բան եք ասում գիտության մեջ, կապ չունի ֆիզիկայա, մաթեմատիկայա, լեզու։ Եթե դուք նոր բան եք ասում, դուք հակասում եք նախկին ասածներին, մասամբ թեկուզ։ Թեկուզ ոչ ամբողջությամբ, թեկուզ մասամբ, բայց դուք հակասում եք։ Իրանք ավտոմատները, գնդացիրներն առած գալիս են քեզ գնդակարել, ասում են դու ոնց համարձակվեցիր, հակասեցիր։ Դե որտեղ մի ամբողջ բուրգ փլուզվում է։ Մի ամբողջ կառուցված բուրգ, որ այսպես շերտ եկել է, պատկերացրեք փլուզվում է։ Մի բուրգ չի փլուզվում։ Մի քանի բուրգ։ Այնտեղ մի քանի բուրգ է եւ մի քանի բուրգերի լեռնաշղթաներ։ Դե խնդրեմ։ Հա։ Դա բան է, իսկապես երկրաշարժ է, եւ բոլորը չի որ հոգեբանորեն պատրաստ են դրան, բայց դա իրանց խնդիրն է, իմ խնդիրը չի։ Իմ խնդիրն է զբաղվել գիտությամբ, հետո մի բան էլ ասեմ։ Ինձ հետաքրքիր է նյութը, ես զբաղվում եմ։ Իմ նպատակը չի ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել։ Ես այն երեխու նման եմ, որ մի հատ սիրուն բան է գտնում, գնում եմ ուրիշին ասում, տեսեք ինչ լավ բան եմ գտել։ Ուզում եմ ուրիշներին էլ ցույց տամ։
Դրա համար ես ասեմ կարող 6 ամիսը մեկ մի հատ դասախոսություն կարդամ ու ասեմ, գիտեք, ժողովուրդ, ես հերթական պոեմն եմ թարգմանել Արատայի մասին, բնագրի ծանոթագրություններով ամեն մի սեպանշանը ստուգել եմ, մեջս հենց հետաքրքիր բաներ կան։ Պատմեցի, այդ գիրքը տպեցի, հետո գնում եմ մի 6 ամիս, մի տարի աշխատում եմ, հաջորդ սերիան եմ։ Դա Արատայի շարքի մյուս պոեմն եմ անում։ Այս ընթացքում ես նաև սովորում եմ, որովհետև ինչքան էլ դուք իմանաք, դուք ես պոեմներ թարգմանելով նաև լեզուն ավելի խոր եմ իմանում, ավելի եւ հիմա արդեն ես եմ փուլում եմ, որ ես կարող եմ եւ պարտավոր եմ արդեն ներկայանալ միջազգային գիտական հանրությանը։ Գիտես, բաները շատերը այնքան են շտապում։ Իրանք սա ուզում են, որ ինչ-որ մեկը այնտեղ մի հատ եվրոպացի լինի, սրանք չոքերն է թուլանմա, չէ, Եվրոպայի անունը լսում են, հա։ Մի հատ ամերիկացի լինի, ասի բանեք, բայ դուք ինչ լավն եք։ Հա։ Սիրում ենք, այդպեսի մի բան կա մեր մեջ։ Այդքան հերիք չի, ասում, այդ թող իրանք ասեն, որ շումերերն հայերեն է։ Ախպեր, այդ մարդիկ հայերեն չգիտեն, այդ մարդկանցից դուք ինչ եք ուզում։ Չգիտեն այդ մարդիկ հայերեն։ Դա պետք է ասեն հայերը։ Ինձ հետաքրքիր է իմ լեզուն, ես ուսումնասիրում եմ իմ լեզվի պատմությունը, իմ լեզվի, ինձ հետաքրքիր է հայոց լեզվի այս բառը ՄԹԱ 20-րդ դարում ինչպես է եղել է, չի եղել։ Հասկանում եք։ Դա ինձ հետաքրքիր է։ Հիմա թե օտարը տեղյակ կլինի, տեղյակ չի լինի, կընդունի, չի ընդունի, դա իր խնդիրն է։ Իմ խնդիրը չի, իմ խնդիրն է ուսումնասիրել այն առարկան, որը ինձ հետաքրքիր է։ Իմ լեզու, իմ լեզվի պատմությունը։ Ինչի ես անում։ Արմեն, չգիտեմ, բնականաբար երևի գիտես, որ Ղազախ Սուլեյմանովը, Օլմազ Սուլեյմանովը, Օլզաս, այո, հա։ Ինքը մի հատ գիրք էր հրատարակել 75 թվականին, որ բավականին այնտեղ ուրեմն ասում էր, որ շումերները դա թյուրքական լեզու է, ընդհանրապես շումերները դա թյուրքեր են, եւ նույնիսկ բերում էր մինչեւ այն, որ ռուսական էպոսը անգամ իրանց ծագումը թյուրքական է, եւ բավականին մեծ բախում եղավ Լիխաչովի հետ ակադեմիկոս։ Սա ինչ էր, դու կարդացել ես եւ գիտես եւ ինչպես կմեկնաբանես այս ամբողջ բանը։ Այնտեղ չի ասում, ինքը շումերների հետ չի բանանում։ Ես ուրեմն ինձ ասում եմ, որ տենց թյուրքական ինչ որ բան տարեր կան, էլի։ Ազիա գիրքներ։ Ազիա գիրքը, այո։ Ազիա, այսինքն az տարից մինչև յա տառը։ Այո։ Ոնց էր բան, այբից մինչև քեն։ Ազիա։ Ինքը փորձել էր վերհանել թուրքական շերտ, ռուսական մշակույթում եւ բիլինաներում եւ բաներում, այնտեղ թյուրքական շերտ կա։ Դա բան չի, քաղաքական քարոզչություն չի, կա այդպիսի շերտ եւ ռուսներն էլ չեն հերքում, որ կա, այլ հարցը, որ օրը իմիջայլոց 87 թվականին Գարուն ամսագրից Հայաստանի ինձ ուղարկել էին Ալմա-Աթա բանի, կոչվում էր համամիութենական երիտասարդական պոեզիայի փառատոն։ Պետքա Լիտվայում լներ, բայց տեղափոխել էին Ալմաթա, որովհետև այնտեղ բունտ էր եղել, որ ուզեցել էին Ղազախ քարտուղարին հանել էին, ռուս քարտուղար էին ուզեցել դնել այնտեղ բունտ էր եղել։ Հա, բան էին վերջը ավտոներ էին վառել ոստիկանների, մարդիկ էին մահացել, դեկտեմբերին էր դա եղել, ամռանը որոշել էին, որ ինտերնացիոնալիստական դաստիարակությունը երիտասարդների պետքա բան անել ու Լիտվայից տեղափոխել էին Ալմաթա ու ես գնացի ոչ թե Լիտվա, այլ Ալմաթա այդ պոեզիայի փառատոնի բացմանը ներկա էր Օլժաս Սուլեյմանովը, որը խոսում էր այն մասին, որ ինչ լավ է, որ Չինգիզ Այթմատովը իր վեպը կիրգիզերեն վեպի կիրգիզերեն տարբերակը տպագրել էր ղազախական ժուրնալում, ղազախական գրական ժուրնալում, ոնց որ մենք ունեինք Նորքը, այդպես իրանք հաց ժուրնալ ունեն, այդտեղ այդ մասին էր խոսում, որ ուրեմն
ինձ տեղի երիտասարդ բանաստեղծները տարել էին պատիվ տալու այնտեղ փլավ կերանք ձիումսով բանով հետո սրանք մեր երկու բաժակ արախ խմեցին մեկը դեն թաքուն տեղերից պահած հանեցին այդ ազիա գիրքը իրանց համար սուրբ գրքի պես բան էր Եվ դե ժամանակ ես չէի կարդացել ուզում եմ ասեմ այդ հետո կարդացի բանա դա իրանց ոգևորում էր այն ժամանակ որովհետև դա ընդհանրապես ազգային ինքնագիտակցության համար իրանց կարևոր էր վերելքի համար եւ այլն գուցե հիմա էլ շահարկում են դա չգիտեմ ես մի բան գիտեմ որ Օժա Սուլեյմանովի ասածների մեջ բանը շատ է սիրողական մոտեցումը սիրողական օրինակ ինքը սու բառն է բերում ցանկություն է ունեցել էլի որ կապը շատ լինի սու ջուր բառը թուրքական սու շումերում դες բառ չկա դες բառ այո տենց լիքը բաներ կան որ ինքը ավելի այդքան շումերենի հետ չէր կապված ինքը ավելի շատ փորձում էր ցույց տալ որ ռուսական մշակույթում թուրքական շերտը թաթարական շերտը ավելի հզոր է քան ներկայացվում է իրականում այսինքն մեծ բան են անում ճնշում են կոպիտ ասած այդ է իր ասելիքը որը իր ցեղակիցների ազգակիցների մոտ շատ ջերմ ընդունելություն գտավ եւ ազգային ինքնագիտակցության առումով ավելի շատ քարոզչական գործ արեց եւ գուցե շարունակում անել հիմա չգիտեմ բայց գիտական այդ օրինակները ինչու էր բերել այդ սու ջրի հետ համեմատելով այսքան ուզում էր ասել որ որպես հին հա համենայնպես մեր իրականությանը ծանոթ ամենահին մշակույթն է շումերական մշակույթը մեր առնչությունը շումերների հա այդպես դե քանի որ դա թուրքական առնչությունը շումերների հետ քանի որ դա առաջին բանն է գրավոր լեզուն է ավելի հին գրեր կան բայց գիտությունը դեռ չի վերծանել այսօր կարող ենք ասել այսպես որ ամենահին վերծանված գրական լեզուն շումերերենն է այս իմաստով սա կարևոր սկզբնաղբյուր է եւ երբ որ սկզբում մտածում էին որ սեմական լեզվանտանիքի պիտի պատկանի որտեղ վերևի շերտը պեղելուց վերևի շերտը բան էր ակադերեն էր ու ասուրերեն էր տակի շերտը մտածեցի նույն սեմական լեզվանտանիքի պետքա լինի հետո հրյա գիտնականները նայեցին մենակ հրյա չէ ընդհանրապես սեմագետները ասուրագետները նայեցին ասեցին այս ուրիշ լեզու է այսպես անծանոթ բան չի սեմական չի մտածեցին հնդեվրոպական փորձեցին հնդեվրոպական հետո ինչ-որ կասկածներ եղան հետո մի խոսքով այնտեղ երկար պատմություն է լեզվանտանիքն էին փնտրում տարբերակներ էքսպերիմենտներ էին անում բաներ էին անում վիճակ էր ու փորձեցին կապ տեսնել ավելի քաղաքական քարոզչության համար Արմեն շումերագիտությունը ընդհանրապես մեր հայագիտության ասպարեզում մեզ ինչ նշանակություն ունի մեզ համար հայոց լեզվի պատմությունը մեր լեզվաբանները մենք բոլորս բանասիրական սովորում ենք Մաշտոց եւ հետո մեկ էլ ինչ-որ կտորներ կա որ խորենացին ասմա բանից եմ լսել գողթան երկիշներից որոնք նախամաշտոցյան են Չէ ասեն երկներ եւ ծովը Ծիրանի այդպես պատառիկներ ունենք որ նախամաշտոցյան են ու վերջ դրանից ավելի հին այն ինչ որ խորենացին իր ականջով լսելա դեռ լսելա գողթան երկիշներն խոսք անցած բանով չէ ինքը ասում է իմ ականջներով լսել եմ հիմա այդ երկիշների ասածից այն կողմ մենք չգիտենք հայոց լեզու մենք հիպոթետիկ ենթադրություններ ենք անում եւ բոլորը ոմանք շատ ինքնավստահ տոնով են անում այդ ենթադրությունները ոմանք ավելի համեստ փաստ չկա հիմա շումերերենը եկել է ասելու որ տղեկ լիքը փաստ է ինքան այսինքն մեր լեզվի հին շրջանը որը մեր կարծիքով վկայված չէր բարձվում է վկայված եկեք կարդանք տեսնենք մեր բառը ինչ տեսք է ունեցել այն ժամանակ եկեք
նայենք տեսնենք մեր բառը ինչ իմաստ է ունեցել, ինչ իմաստային երանգներ է փոխել այն ժամանակ ու հիմա։ Հետո մի շատ կարևոր բան կա։ Այսպես կոչված անստույգ բառեր։ Անստույգ բառերը որպես կանոն, որ ասենք մի անգամ է, հապակս են ասում դրա, մի անգամ է վկայված, կարող է վրիպակ է։ Չգիտենք։ Չգիտենք դա նոր բառ է, թե նոր բառ չի։ Կարող է վրիպակ է։ Բացի դրանից, եթե մի անգամ է վկայված, իմաստն էլ չգիտենք։ Եթե նախադասության կոնտեքստից հնարավոր է կռահել ինչ է նշանակում, ենթադրելով կռահում ենք ինչ է նշանակում նախադասության կոնտեքստից, բայց այդտեղ նախադասության կոնտեքստից էլ հնարավոր չի կռահել ինչ է նշանակում։ Բայց երբ որ այդ բառը ուզում ենք օրինակ ասեմ, ներալ, ոչ թե ներել, այլ ներալ, կա այսպիսի բայ։ Օճորյանը բերում է, ասում է, որ բաները բերթի պաշտպանները կռվում են ու ներային, որ այդ օգնական զորքը պիտի գա։ Թարգմանել է Աճարյանը հասկացել, որ ակնկալում էին, հույս ունեին, որ կգա։ Այսինքն ներալ նշանակում է հուսալ, ակնկալել այդ նախադասության կոնտեքստով, որ օգնական զորքը կգա։ Այդ մի տեղն է վկայված, կարող է վրիպակ է, կարող է չգիտենք ինչ բառ, բայց այդ է վկայված, փաստ այդ ունենք։ Շումերերեններ նշանակում է հուսալ, ակնկալել, հավատալ։ Այսինքն մենք շումերերենով ստուգում ենք, կա արդյոք այդպիսի բառ, այո կա, իմաստը ինչ է, այո հստակ գիտենք ինչ է։ Եվ Աճարյանը հստակ ճիշտ կռահել է, որ այդտեղ այդ բառը այդ իմաստը ունի։ Մի հատ ուրիշ օրինակ, Եղիշեն օգտագործում է մոր բառ, որոշ աղբյուրներում մուր, որոշ աղբյուրներում մոր, որ վասակը հագնվում զուգվում զարդարվում կանչել են դատի։ Ասում է հակավ սևա թույր մոր։ Ոչ մի չի մորը ինչ է։ Այդ մի անգամն է վկայված։ Աճարան գնում է անտիժ զգեստ։ Դե բարձ եթե հակել է սև գույնի է, ան մարդա զուգում։ Ներկայանալի զգեստ էլի որպես։ Շումերեն մոր նշանակած զգեստ։ Ընդհանրապես։ Պարզապես հակում, ասում է հակավ սև շոր։ Դա գը։ Ընդհանրապես սև շոր հակավ այդ։ Ասում է հակավ սևաթույր զգեստ։ Իսկ այս այն դեպքն է, որ շումերերենի հետ համեմատելով դու նույնիսկ հայրենն ես քեզ համար։ Այո, այսինքն մենք ճշտում ենք վրիպակ չկա, բառը ճիշտ է գրած։ Որտեվ շատերը մտածում են, որ այդ մոր բառ չկա, երևի Սամույր է հակել, Սամույրի մորն է ջնջվել, այսինքն հիպոթետիկ աղավաղել էին բնագիրը, որ Սամույրենի է երևի հակել, բայց բոլորն են գիտեն, որ այնտեղ գրած է մոր։ Ուզում ասեմ, շումերերենով ստուգվում են հայերեն բառերը։ Այսինքն դա արդեն չենք կարող ասենք մի անգամ վկայված բառը։ Լիքը վկայված ունենք շումերերենում, որ է հայերենում։ Իսկ ասա հայագիտության համար էլ դա մեծ բան է։ Չէ, դա հայագիտության մասն է արդեն, այո։ Հայագիտության մասն է։ Թե մշակույթի, թե կրոնի, թե լեզվի, թե դիցաբանության ամեն ինչ։ Արմեն, Գերմանական լեզվի ինստիտուտը հայոց լեզուն համարել էր 8000 տարվա լեզու եւ ամենահնագույն լեզուն այսօր, այսպես ասած, աշխարհում կենթանի մնացած ամենահնագույն լեզուն։ Դու այդպես է եւ դու հետևում ես ընթացքին, արդյոք որևէ գիտական փոփոխություններ։ Դա այդքան էլ այդպես չի, մի ասեմ ոնց է։ Ուրեմն լեզվաբանների մի մեծ խումբ, կարծեմ մի մեծ բան էին տվել, ինչա կոչվում, գրանտ են ասում հիմա։ Երկար տարիներ աշխատում է, բան է։ Հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզուների բաժանումը ճշտել եւ ժամանակագրությունը։ Ոչ թե ընդհանրապես աշխարհում, այլ հնդեվրոպական լեզուների մասին է խոսքը։ Այդ բանը, որ կազմեցին, Nature ժուրնալում տպվեց, 4 թվին տպվեց, հետո 11 թվին տպվեց։ Ծառը, տոհմածառը, հնդեվրոպական լեզվաընտանիքի, որ ամենահին լեզուն համարվում է խեթերենը, հեթիթերեն, բայց որը ուրարտուի ժամանակ արդեն մեռած լեզու էր։ Գիտությանը հայտնի ամենահին լեզուն
հանդեվրոպական համարվում է խեթերենը։ Այդ էլ ոնց կթան որ բանա հանդեվրոպականը այն հրոզնի գիտնականը կարդաց վատար water ջուր վատարը ջուրը ուրեմն սա հանդեվրոպական է ու տենց գնաց տենց վերցանությունը գնաց այսինքն երկրորդ ամենահին լեզուն հայերենն է Այս կարելի ասել որ մեռած չի հա ասենց ասեմ կենթանի այսինքն ստացվեց այնց որ ամենահին լեզուն խեթերենն է որը վաղուց չկա արդեն 2-3000 տարի նո 2000 տարի հաստատ չկա իսկ հայերենը այսօր կենթանի ամենահին հնդեվրոպական լեզուն ոչ թե ամենահին լեզուն ընդհանրապես այլ ամենահին հնդեվրոպական լեզուն է ըստ այդ ուսումնասիրության գերմանական լեզվի ինստիտուտը գերմանացիներ չեն դա բաներ միջազգային այդ գրանտի շրջանակում ուսումնասիրություններ են արել հետազոտություններ կան ամերիկացիներ ավստրալիացի ռուսներ կան լիքը պրոֆեսիոնալների մեծ խումբ է աշխատել լուրջ գիտնականներ հա լավա որ հայ չկար մեջները չէ կասեին հիմա չէ հիմա կասեին հայերը լոբինգ են արել լոբինգ են արել այդ մասին մեծ խոսում են կասեին այդքան է այդ մասին Եվ սենց ամփոփելով մեր այս շումերագիտության հետ մեր զրույցը, հա, շումերագիտության շուրջ, քո կարծիքով ընդհանրապես, եթե ընդունենք դու այս քո մակարոնների արդյունքում հասար նրան, որ իսկապես ընդունեցին եւ աշխարհի գիտական շրջանակներ ընդունեցին, որ հայերենը հենց ինքը շումերենն է։ Ինչ է տալու դա մեզ։ Ինչ օգուտ այսպես ասած, մի քիչ ռացիոնալ հարց տամ, այսօր մեզ շատ են, չէ, հրահրում, որ ավելի ռացիոնալ եղեք, հա, այսպես ռացիոնալ, ինչ օգուտ մեզ այդ ամենից։ Ուրեմն եթե տենց բան լինի, այդ իրանց է օգուտ։ Որտեղ մեր լեզուն մնում է մեր լեզու։ Մեր լեզուն չի փոխվում դրանից։ Բաներ դա էստեղ ոմանք որոշ են որ ասում էի տենց թութակներ կան բանի Աճարյանի Հյուբշմանի թիկունքում թաքնվողները իրանց համար բան է, եթե արևմուտքն է ասել, ուրեմն ճիշտ է։ Իրանց համար կլինի դա բան կարևոր։ Մի երկու բաներ կան, գլուխգովան հայեր կան, իրանց սրտին յուղ կքսվի, կասի, «Ա գիտեք ինչ»։ Այտենց, բայց լուրջ եթե խոսենք, մեզ է դա պետք։ Գիտեք ոնց ասեմ։ Հիմա պատկերացրեք, միշտ այդ օրինակն եմ վերում, ասենք, որոտնեցին, տաթևացին, նստած փիլիսոփայական աշխատանք գրում, ասում թարգմանեն լատիներեն, հունարեն, տենան եվրոպացիք ինչ կասեն, կընդունեն, թե չեն ընդունում։ Ընդհակառակ իրաց դեմ էր գրում։ Նարկացին իր խցում նստած իր լեզվով, իր ասելիքը ասում էր, հələ մի բան էլ ասում էր, հələ սա թարգմանելու եք։ Դա էլ է գրել, չէ՞։ Աշխարհի լեզուներով հələ թարգմանելու եք սա։ Ուզում եմ ասեմ, դուք պատկերացրեք ներկայացում եք դնում Կան տենց մարդիկ Հայաստանում կան, ես իրենց չեմ սիրում։ Ոչ թե չեմ սիրում, բան են։ Հայ հանդիսատեսը ես եմ։ Փոխանակ իմ համար ներկայացում դնեն, հələ ներկայացում չդրած մտածում են ուր տանեն գաստրոլների, ասում են ներկայանանք միջազգային հանրությանը։ Այ ախպեր, միջազգային հանրությանը ներկայանալուց առաջ մի հատ ինձ ներկայացի։ Հայ մշակույթի սպառողը ես եմ։ Հայոց լեզվով թատրոնի սպառողը ես եմ, հայոց լեզվով գրքի սպառողը ես եմ։ Դու մի հատ ինձ ներկայացի։ Հիմա մի հատ բանա վարակ անգել մեր մեջ։ Գործը չարած, թանակը չչորացած, բոլորը զբաղված են միջազգային հանրությանը ներկայանալով։ Ախպեր, այդ միջազգային հանրության գլուխը խառն է, քանի խառն է, դուք ձեր գործով զբաղվեք։ Իրանք լավի տեղը գիտեն, իրանք կգան կգտնեն։ Հետ մի անհանգստացեք։ Մենք պետք է զբաղվենք մեզանով, մեր լեզվով։ Հիմա դու պատկերացրեք մեկը աստղագետ է։ Ինչի՞ է աստղերով զբաղվում, դրա օգուտը ո՞րն է։ Հիմա հնագետներին ասեմ, այս ուժը որ հանել եք, օգուտը ո՞ր։ Այս տրեխը որ գտել եք, մեզ ինչ։ Մեզ ինչ։ Խեք գտել։
Գիտությունը այն մասին է, թե ինչպես մարդկությունը ճշտում է կասկածելի հարցերը եւ բացահայտում է անհայտ բաներ։ Իմ գիտությունը, որով ես եմ զբաղվում, այն մասին է, որ գտնենք չգտնված բաները եւ ճշտենք չճշտված բաները։ Թե հիմի օտարները երբ բան կանեն, այդ օտարները 100 տարի մեզ ասում էին դուք ստե չեք եղել ընդհանրապես։ Դուք եկել եք Շվեյցարիայում ա եղել, Գորդիայի Կարպատներում ա եղել այդ բանը։ Հիպոթետիկ նախահայրենիք։ Դուք ընդից եք եկել։ Ու մերոնք իրաց ծափ էին տալի։ Հիմի հակառակն են ասում են հայերը բնիկ են։ Գենետիկները։ Հիմի մերոնք էլի ծափ են։ Էլի ծափ են տալու։ Է բավոր վաղ ասեն ստեղ չեք դուք։ Էլի ծափ են տալու։ Հիմա էլ էստեղ չեք արդեն։ Հիմի նորից որ ասեն ստեղ չեք, էլի ծափ են տալու։ Այդ ինչի՞ց է։ Սեփական տեսակետ չունենալուց է։ Մարդը երբ որ մի բան չգիտի, կարճում է, դա ինչ որտեղ նաև բնական է։ Օրինակ ես քիմիայից գաղափար չունեմ, եթե քիմիայից ինչ-որ հեղինակություն ով որ քիմիայից գաղափար ունի, ինձ համար հեղինակություն է, ես իրան պետք է բան անեմ։ Այդ այնց մարդիկ չունենալով տեսակետ կարճում են հեղինակություններին, իսկ հեղինակությունները որպես կանոն դրսում։ Գիտես, երբ որ քիմիկոսը լեզվաբանությունից գաղափար չունի, դա նորմալ է։ Որ ես քիմիայից գաղափար չունեմ, դա էլ է նորմալ։ Բայց երբ որ լեզվաբանները լեզվաբանությունից գաղափար չունեն, դա նորմալ չի։ Երբ որ լեզվաբանը չի տարբերում, ասենք, հիերոգլիֆը սեպագրից, խորիերենը խեթերենից եւ մի խոսքով, դա նորմալ չի։ Կաթիլը քար է ծակում։ Բայց այս ամբողջ ընթացքում, որ ես խոսում եմ այն մասին, որ դրանով չպետք է ապրենք։ Վայաման շնչներս պահած, թե երբ են ասելու հա։ Գցենք, թե ինչ-որ մեկն էլ ասեց հա, հետո 100 տարի ասում եք, թող մեր ցեղասպանությունը ճանաչեն, հետո ճանաչեցին, հետո ինչ։ Ինչ։ Իրանց ճանաչելը քեզ ինչ։ Ինձ համար իմիջայլոց թող չստացվի տպավորություն, որ ես անհարգալից վերաբերմունք ունեմ։ Եվրոպայում եւ Ամերիկայում եւ Ճապոնիայում հսկա գիտնականներ կան, լուրջ գործ են անում, մեծ գործ են անում, որոնց արած գործի առաջ պետք է գլուխ խոնարհել։ Այդ թվում մեր համար։ Մեծ գիտնականներ են, մեծ երախտավորներ են, ու մենք շնորհակալ պետք է լինենք իրանց այդ ամեն ինչ անելու համար։ Ուղղակի պետք չի բան անել։ Այսպես ուրճացնել, այսպես կենտրոնանալ մեր կյանքը կառուցել իրանց կարծիքի վրա։ Մեր գիտական միտքը կառուցել օտարի կարծիքի վրա։ Դա սխալ տեսակետ է, դա վտանգավոր տեսակետ է։ Դա սեփական ուղեղ չունենալու հետևանք։ Ցուցիչ։ Այո, ցուցիչ հայտանիշ է։ Սեփական տեսակետ չունենալն է նշանակում։ Այսինքն այս ամենը երբ հաջողվի, այսպես ասեմ, դա որքան որ մեզ է պետք, այդքան էլ աշխարհին է պետք։ Դե իրանք թող որոշեն իրանք ինչքան է պետք։ Եթե իրանք ասենք շումերեն տեքստում բառեր կա, չեն հասկացել։ Հայերեն բառերն չեն հասկացել, չնայած բառերաններ էլ կա, ակադերեն շումերեն բառերում գրած է այդ բառը, անգլերեն էլ դիմացը գրած է։ Բայց այդ կոնտեքստից չեն հասկացել։ Անգլերենով տրանսկրիպցիոն բանով գրված է, հա, դիմացը։ Լատինատար տրանսկրիպցիան գրած է, թե բառը ինչպես է հնչում։ Բայց չեն հասկանում իմաստը։ Դիմացն էլ անգլերեն իմաստն էլ է գրած։ Բայց չգիտեմ, որ այդ բառը այդ կոնտեքստում ինչ է նշանակում։ Դե հայերեն իմանաս, որ դա տեսնես։ Հիմա եթե իրանք չեն ուզում գան մեզ հարցնեն տղեկ էս բառը ոնց է, այդու չէ հարցնեն։ Մենք բարդնա ասել։ Մենք ասում ենք։ Եթե երբ իրանք կուզենան դա իմանալ, դա իրանք գործն է։ Լիքը բան կա իրանք գիտեն, մեզ չեն ասում։ Լիքը բան կա իրանք գիտեն, մեզ չեն ասում։ Մենք արդյոք պարտավոր ենք մեր ամբողջ իմացածը գնալ իրանք պատմել։ Արմեն, դու տարբեր ժամանակներում աշխատել ես
նախագաների աշխատակազմում ռեֆերենտ ես եղել, հա, մի քանի նախագաների, երկու նախագաների, այո։ Վերջին շրջանում ԱԱԾ պետի Արթուր Վանեցյանի օգնականների նաև քո անունը շոշափեց հրաժարականի տեքստի հետ, հիշում եմ, տեքստի շրջանակում, հա։ Այսօր դու քաղաքականությամբ չես հետաքրքրվում, քաղաքականությունը քեզ չի հետաքրքրում, ինչ է կատարվում այսօր Հայաստանում, հատկապես եկեղեցու շուրջ ինչ կատարվում է։ Քեզ չի հետաքրքրում եւ այսպեսի հայտնի խոսք կա, չէ, ասում են, եթե քաղաքականությամբ չես զբաղվում, քաղաքականությունն է, այնց մանրամասը քեզանով զբաղվում։ Դե քաղաքականությունը մեզանով զբաղվում, հա։ Արարատի Ծիրիկուն մեզանով զբաղվում է։ Այո, մեզանով զբաղվում է։ Որովհետեւ մենք իրանց հետ չզբաղվենք, իրանք են մեզանով զբաղվում։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, չեմ մտնում ոչ միտեղ, ոչ մի, որովհետեւ Առավոտի Ծիրիկուն ես ռեժիմով նայած օրը գիտի ժամը 7-ի ամառը 6:30 զարթնում եմ, աշխատում եմ, բառերն եմ գրում, շումերեն հայերեն։ Այսինքն այդ բառարանի շարունակությունն է, թե նորից վերա աշխատում ես, վերախմբագրում։ Եվ այո, եւ ոչ, այսինքն ընդերից զտվելու են որոշ բաներ դուրս են մնալու, բայց կրկնապատիկ, երրապատիկ ավելի շատ։ Այո, այնտեղ 2000-ից ավել բառեր, բայց երևի մի 4-5000 մինիմում բառ կլինի այս նորի մեջ։ Հա, 4-5000։ Երբ ես նախատեսում, ըստ քեզ երբ կավարտես եւ կհրատարակես։ Ես հələ այս բանը 26 թվականին նախատեսում եմ ավարտել Արատայի ամբողջ շարքը։ Երկուսը արել եմ, երրորդը արել եմ, Նորքում տպվեց, բայց ծանոթագրություններով բանով գրքով հələ չի տպվել։ 26-ին 4-րդը կանեմ, ամբողջ հասնեմ Արատայի ամբողջ այդ ցիկլը, բայց այս ընթացքում նաև կուտակվում է նյութ, բառերանի նյութ է կուտակվում, քանի որ ես այս թարգմանությունների ժամանակ կազմում եմ այդ ցանկերը բառեր եւ նոր լրացումներ են լինում։ Այո, ու ամեն մի սեպը ճշտելու համարահուսակ եմ կազմում, որը հետո պետք է գալի գրմա բառերը։ Այսինքն 26 թվին ես պետք է ավարտեմ հələ բանը, Արատայի շարքը, ունենալով մեծ պաշար բառերանի ու նստեմ արդեն բառերանի վրա։ Այսինքն մի 2-3 տարի երևի, այսինքն այնց ծավալ է աշխատանքի, որ ես վախենում չհասցնեմ։ Հա, ասում փառք, հələ առողջ եմ, բայց հասնես։ Հա, պետք է հասնեմ, բայց ամբողջ հարցն է, որ ծավալն է շատ մեծ։ Պետք է ինստիտուտներ աշխատեն, հասկանում ես, բայց չկա, բարձա որ մի հոգի պետք է անի։ Տենց է, Հայաստանում տենց է։ Մի հոգի ամբողջ ինստիտուտի աշխատանք կա։ Այո, տենց է։ Մի ամբողջ գրանտային ծրագրի։ Այո, առանց գրանտի տվյալ դեպքում։ Այդ տեմպով աշխատելու եւ այդ կարեւոր, որտեվ դա ամենակարևորն է իմ կարծիքով։ Հայագիտության համար, հայ ինքնագիտակցության համար, պատմության, մշակույթի, լեզվի համար ես համարում եմ շատ կարևոր բան։ Այս տեմպով աշխատելու պարագայում ես չեմ շեղվում։ Իսկ եկեղեցու հետ կապված օրինակ ինչ որպես քաղաքացի արդեն այս դեպքում, հա, որպես հայ մարդ, հայ քաղաքացի, հա, որ եկեղեցու շուրջ կատարվող այս իրադարձությունները, այս մեր իրականությունը ինչպես կբնութագրես։ Սա բան է։ Լուրջ հարված է մեր եկեղեցու։ Թշնամու կողմից անոնց ում ուզում եք դրեք, ամեն ինչ ուզում եք դրեք։ Եթե թշնամին ուրախացել է, ուրեմն իր ծրագիրի մաս է։ Իսկ թշնամին ուրախացել է։ Ես տեսնում եմ բառ ով ինչ է խոսում։ Ես լուրերին հետևում եմ, նես չի որ չեմ հետևում։ Ես Իրիկունը ուշ որ արդեն հոգնել եմ ամբողջ օրվա աշխատանքից, ընդհանուր նայում եմ աշխարհում ինչ է կատարվում, ով գլխին ինչ է բերում։ Հա։ Ես տեսնում եմ, որ եւ Ադրբեջանը եւ Թուրքիան շատ ակտիվ ուրախանում են, ուղղորդում են կետարկետ ասում են ինչը ոնց է ով է մեղավոր, խիա մեղավոր, ինչ պետք է արվի իրանց հետ։ Հենց հայ եկեղեցու հետ կապված,
որ դա ամենավտանգավոր կառույցն է հայ իրականության, երկրորդ ամենավտանգավոր կառույցը Սփյուռքն է, ըստ իրանց։ Ըստ թուրքերի եւ ադրբեջանցի։ Այո, չէ, իրանք դա բաց ասում են, խոսում են, նախկին պաշտոնյաներ, բաներ, երբեմն գործող պաշտոնյաներ։ Սա լուրջ հարված է, բայց բանա։ Իդեք որևէ մեկը որևէ մեկին որ հարված է հասցնում։ Երկիրը երկրին, մարդը մարդուն, ազգը ազգին։ Միշտ գտնում են թույլ տեղեր։ Թույլ տեղեր կգտնվի միշտ, եթե դուք մտադիր եք հարված հասցնել։ Չգտնել կարելի է հորինել, հեչ որ չէ, կա ու կա։ Այս հարվածից ես կարծում եմ հայ եկեղեցին ոչ միայն դիմանալու է, այլև ավելի ամրացած է դուրս գալու։ Այն բանով ասում եմ, ամեն փշրվելուց հետո բյուրեղապակյա վազը ավելի բանը նորից հառնելու է։ Յուրեղանում ավելի։ Հա։ Չէ, տապակին հալվելու է նոր մի հատ զույլ, մի հատ նոր բան առնելու։ Ես լավատես եմ։ Ես այս բաները չնայած ասում եմ Խոստովանն որ սա ուժեղ հարված է, վաղուց տենց հարված չի ստացել հայ եկեղեցին, ուժեղ հարված է, որովհետև նաև բանա հատուկ ծառայություններ են խառնված լիքը, մենակ թուրքերը չեն, բայց մյուս կողմից էլ բան կա, ողնաշարը շատ բան է էլի, ձիգա, ուղիղը ու վերևի հետ։ Ասու աշկի առաջա, դրա համար ես լավատես եմ։ Ամեն։ Բաները, որ ասում եմ, մենք խաղաղ էինք մեր լեռների պես, դուք հողմերի պես։ Այդ հողմերը տենց կանցնեն կգնան։ Բայց բանը կմնա։ Սպին կմնա։ Աստված առաջ եւ այո, թող այդպես լինի։ Արմեն, վերադառնանք այսպես քո բանաստեղծ կողմին, հա, բանաստեղծ կողմին, վերջերս լույս տեսավ քո 60-ամյակի արդիվ, քո նոր գիրքը, բանաստեղծների ժողովածուն, իդեպ ընկերները քեզ նվեր արեցին, քո ընկերները Տիգրան Պասկևիչյանը, Վահագն Աթաբեկյանը եւ հրատարակվեց գիրքը, ու այնտեղ էին նաեւ քո երկու ժողովածուները, երկու, հա, ամփոփվել են մեկ գրքի մեջ։ Եվ այն բանը նորավանքը, որը չէր տեղավորվել առաջի գրքում, որը սովետի ժամանակ ասեցին մի մամուլից ավել երիտասարդ չի կարա գիրք տպի, տենց մի ամբողջ պոեմ հանեցին մեջից, որ խցկենք մի մամուլի մեջ։ Հիմա դա էլ մտավ։ Գիրքը թե դեռ բերել ես իդեպ, ես կուզենայի ներկայացնես քո հետ։ Հեսա։ Հազարամյակների եւ օրերի միջով։ Այո։ Եվ հետաքրքիր է հիմա գրում ես։ Չէ, ասեցի ես առանձնացի գուն ինչով եմ զբաղված, միտքս ինչով է զբաղված։ Դե այդ պոեմները որ գրում եմ, այսինքն թարգմանում եմ, այնտեղ դրանք շատ նաև բանաստեղծական տեքստեր են, նես չի որ։ Ես աշխատում եմ գեր ճշգրիտ լինել ամեն մի բառի հետ եւ պոեզիան տուժում է դրանից։ Բայց մյուս կողմից էլ տեղեր կա, որ այսինքն իմ ստեղծագործությունը հիմի դա է։ Մի առիթով պատմեցիր, թե Լևոն Խեչյանը ինչ է ասել Վազգեն Սարգսյանին, երբ որ հարցրել գրում ես։ Ասել չեմ գրում, բայց որ իմանաք ինչ եմ անում։ Ինչով եմ զբաղված, հա։ Հիմա կոնն է, հա։ Հիմա տենց ավելի կարևոր իմ կարծիքով։ Չի ես որ նա կարող, ինչ որ կարողանում եմ։ Ես միշտ այդ օրինակն եմ բերում Վիկտոր Համբարձումյանն ասել։ Հիմա ես բյուրականի աստղադիտարանում եմ աշխատում, իր հետ աշխատած մարդիկ իր խոսքերը երբեմն շշմելու բաներ են պատմում, թե ինչ տիպուկ բաներ է ասել։ Մի անգամ ասել էր գիտնականին, կոնկրետ ասել էր դու պիտի զբաղվես նրանով, դու պիտի անես այն, ինչ որ ոչ ոք չի անելու բացի քեզանից։ Այն մյուս բաները, որ ուրիշն էլ կարա անի, մի արա։ Հիմա այս շումերել են կոչվածը ինձանից բացի ոչ մեկ չի անել։ Իսկ բանաստեղծում ուրիշն էլ կգրի։
Ճիշտ է, այն բանաստեղծությունը չի գրի ինչ որ ես, դա էլ կա։ Մի փոքրիկ բան կկարդաս հիմա քո բանաստեղծությունից ժողովածուից։ Մի փոքր հատված։ Բանն եմ։ Ինձ թվում է սոնետների պսակից։ Սոնետներն էին տպագրվել Գարունում, որ Ռաֆայել Իշխանյանը քեզ ասել էր, թե «Էս ինչ ես գրել»։ Չէ, բանն էր։ Տեսիլներ մենախցում պոեմից մենախոսություններ էր բանով ազատ չափով գրած, հայկական չափով ավելի այսպես, որ տեսավ աստիճանների վրա Գարունի ասեց. «Բարդ ես գրում, բարդ»։ Ասում եմ ընկեր Իշխանյանը ի՞նչն է բարդինի, որ Սիամանթոն Վարուժանը այդպես գրել են, կարող բոլոր մարդիկ հասկանում են, կամ որ Թումանյանը գրում է այդ իբր թե պարզը, ով է, արդյոք լրիվ հասկանում են, ասեց պետք է գրել Թումանյանի պես պարզ։ Հա մի եղիր ուրակի պես, միշտ դեպի քեզ, այլ եղիր սղոցի պես, մին դեպի քեզ, մին դեպի մեզ։ Ես պապանձվեցի մնացի, ինչ ասեի, ասի։ Ինքը Իշխանյան, ես այդ աստիճանի հանճարեղ չեմ, բայց շշմել է, ինչ ասեի։ Այդ աստիճանի հանճարեղ չեմ, որ այդքան պարզ գրեմ նաև։ Մի փոքրիկ հատված լսենք։ Այս 15 սոնետներից մեկը կարդամ եւ երրորդ ծանոթ միակրորականջ Աստծո եւ կայսեր հայացքին ընտել քարավանները քշում մաքսանենք դեպի գաղութներ ստրկաթառանչ քարավանները տանում են հաշիշ կույսեր ակնեղեն զենք ու սիրամարգ եւ պատվիրում է մի նոր ծիսակարգ դերա Քրիստոս քարավան բաշի սա փռելու էր մի նոր անապատ մի նոր հորիզոն դատարկված տեսիլք նույնացնելու էր նախիր ու անհատ շահարկելու էր երազված երկինք եւ սակարկումով հայրենակ կավատ ուրանալու էր մարդ ու ասելիք։ Լավ, շնորհակալ եմ, Արմեն ջան։ Եվ մի հարց, որ միշտ իմ հյուրերին տալիս եմ վերջում, կարող ես թվարկել մի քանի հատկանիշ, որ մարդուն տարբերում է անասունից։ Այս վերջերս բան նայում էի այն լեզուները, որտեղ բառ խոսք կոչվածը նաև նշանակում է բանականություն։ Լոգոս հունարեն համ խոսք, համ բառ բանականություն։ Նույնը հայերեն բան, իսկ բանը բանն է։ Այսինքն ինքը եւ խոսք է, եւ միտք։ Որտեղ մարդը բառերով է մտածում։ Բանը եւ բանը բան բառահոդվածը բացեցի նայելու գրածա իմաստություն, իմացականություն, շումերերեն իմա նշանակման լեզու բարբար։ Իմացություն։ Նույնը հայերեն խոկալ մտածել, բայց խոկալ նշանակում է նաև ասել։ Այսինքն այդ լեզվամտածողությունը բառը, որը նաև միտք է։ Ոչ թե այն բառը, որը հնչեց մեր շուրթերին, այլ այն բառը, որը թեկուս չի հնչել։ Բանը։ Այդ դրանով է մարդը տարբերվում անասունից։ Երկոտանի լիքը անասուններ այո շրջում են մեր շուրջը։ Իրանք չունեն այդ բանը չունեն, որ եւ միտքա, բանականությունա եւ խոսքա։ Լավ ասեցիր, այդ բանը չունեն այդ բան։ Այո։ Ինձ թվում է դա է տարբերությունը։ Շնորհակալ եմ Արմեն ջան, շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիր եկար։ Եթերում անուշադրության կենտրոններ, իմ հյուրը այսօր շումերագետ բանաստեղծ Արմեն Դավթյանն էր։ Կհանդիպենք հաջորդ կիրակի։ Առայժմ